եւ մանկավարժը։ Ու այսօր ձեզ համար կարդալու եմ հեքիաթ։ Լավ, հետաքրքիր է։ Եկեք տեսնենք ինչ կա հեքիաթում գրված, ինչ շատ հետաքրքիր է։ Արևի մասին է, արեգակնային համակարգի մասին է։ Շուկով ժամանակով եզերքում ապրում է մի շատ փոքրիկ աստղ։ Հետո նա սկսում է մեծանալ եւ վերածվում է մեծ արևի, շատ պայծառ եւ շատ տաք արևի։ Եվ ինչ, իմ ջերմությունը հենց այսպես էլ կորչելու է, մտածեց նա, չէ՞ որ ես կարող եմ ինչ-որ բան տաքացնել։ Այդ ժամ արեգակը սկսեց մի երգ երգել, իր մոտ կանչել բոլորին։ Մոլորակներ, մոլորակներ, սիրասուն փոքրիկներ, թռեք ինձ մոտ, շտապեք ինձ մոտ, ես ձեզ կջերմացնեմ։ Արև, տաքացրու ինձ շուտ, ես սիրում եմ ջերմություն, ախ ինչպես եմ ես սառչել հեռավոր սև տիեզերքում։ Իհարկե փոքրիկ, թաքնվին կողքիս ասաց նրան արեգակը, հրավ մոտեցավ նրան Մերկուրին և սկսեց պտտվել նրա շուրջը։ Նա ոչ մի քայլ չի հեռանում, իսկ նրա հետևից եկավ մի մեծ ավելի մեծ մոլորակ, դա Վեներան էր։ Նա դարձավ արևից հեռու երրորդ մոլորակը, ոչ մրսում էր, ոչ էլ շոգում, լավ էր։ Մեկ մի կողմով էր շրջվում արևին, մեկ մյուս կողմով էր շրջվում, իսկ նրա վրա ցերեկն ու գիշերը հերթափոխում էր մեկ-մեկում։ Եվ այսպիսի ճարպիկ մի բան հորինեց երկիրը, ինչ լավ տեղ է ընտրել երկիրը և սկսում էր խնդրել նրան. Երկիր, այ երկիր, այլ տեղերով փոխվենք, դու իմ տեղում կանգնիր, ես քո։ Դե խնդրում եմ, ինչ կլինի։ Կներես, բայց չեմ կարող Վեներա, պատասխանում է երկիրը։ Ես որ քո տեղում լինեմ, շատ կշոքեմ։ Իսկ իմ գետերը կշամա, թե իմ մոտ չեն կարողանա ապրել այստեղ։ Կներես Վեներա, չեմ կարող։ Այդ պահին Մարսը տեղ հասավ։ Ինչ է, դուք մոռացել եք ինձ, բղավեց։ Հապա մի տեղ տվեք, թե չէ կսկսեմ կռվել։ Մարսից հետո Յուպիտերը վերջապես տեղ հասավ։ Ոնց է ես շտապում, որքան ջանք թափեցի։ Արագ թռչելը դժվար է, ախր մեծ է։ Դե ինչ, ուշացել եմ, այլևս տեղ չկա։ Նայեք արև ինչքան բարի է։ Տեսնում եք, բոլորին ջերմացնում է, իր տաքությունը բոլոր մոլորակներին տալիս է, բայց հերթականությամբ բոլորին տեղավորում է։ Այո, բոլորին իրենց տեղերում է տեղավորում, որ իրար հետ չվիճեն, իրարից հետո կանգնեն։ Իսկ ես ոնց էի շտապում փողոքեց նոր բնակիչը Սատուրնը, քիչ էր մնում բոլոր օղակներս հերթով կորցնեի։ Առանց իմ օղակների ինձ էլ ինչ Սատուրն։ Այդ ինչքան մեծ օղակ ունի, տեսնում եք իրա շուրջի օղակը, հա։ Ապրես դու, քանի որ ես էլ էր ուզում ջերմանալ, եկավ արևի մոտ, ահա, ապրեք, մի մտահոգվիր Սատուրն, քո բոլոր օղակները տեղում են, կանգնիր Յուպիտերից հետո, ես կհալչեմ ու կվերանամ, իսկ ես թաքնվել եմ սիրուն, պատմեց Նեպտունը, կանգնեց ամենավերջում, ամենամութ անկյունում, թե կարող ես գտիր նրան, նա էլ թաքնվել է, գտեք, և վերջին երկու մոլորակների Ուրանի ու Նեպտունի հայտնվելուց հետո արեգակի մոտ հավաքվեց մի ամբողջ ընտանիք, արեգակնային համակարգը։ Այք ես բոլոր համակարգերն են, չէ՞, բոլոր մոլորակներն են։ Եկեք միասին կրկնենք, հա, որ մոլորակներն են արևի շուրջը։ Մերկուրին, երկիրը, որտեղ մենք բոլորս ապրում ենք, երկիր մոլորակում, Մարս, Վեներան, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը, Սատուրնը։ Ձեզ դուր եկավ երեխաներ։ Շատ հետաքրքիր, ավելի շատ հետաքրքիր էր ձեզ մոտ հյուր լինել։